Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը ժամը լրատվականի տաղավարում Արտակ Ալեքսանյանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այս էսկալացիան պլանավորել են Թուրքիան ու Ադրբեջանը միասին Ալիևի Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Ժամանակը ընտրվել է այն պահին, երբ Միացյալ Նահանգներում կլիներ հենց Հայաստանի Հանրապետության նախագահ եւ բացի դրանից միջազգային բավական մեծ կոնֆերանսներ են ընթանում, ինչը հնարավորություն էր տալիս ավելի մեծ ուշադրություն հրավիրել սահմանում տիրող իրավիճակի վրա։ Քաղաքագետը նկատում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջին ամիսների ընթացքում չի հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնյաների հետ, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է լարել իրավիճակը։ Քաղաքագետի գնահատմամբ 94 թվականից հետո շփման գծում այս մասշտաբի լարում չի եղել։ Իրենց տարբեր պաշտոնատարանձինք հիմնական բարձրաստիճան զինվորականները շատ են խոսում այն մասին, թե անհրաժեշտության դեպքում կարող են շատ արագ եւ կարճատև պատերազմում հաջողությունների հասնել։ Այսօր այսպես եթե միջնաժամկետ ամփոփում անենք, ապա սա ադրբեջանական անհաջող բլիցկրիգի փորձ էր եւ փառք Աստծո, որ մեր զինված ուժերը զգոնեն կարողացան ժամանակին հասկանալ, դիմակայել։ Քաղաքագետի համոզմամբ լարման պիկը հաղթահարվել է, բայց հակամարտությունը կարող է երկար շարունակվել։ Հրանտ Մելիք Շահնազարյանի տվյալով ադրբեջանական կողմը լուրջ կորուստներ ունի, հասարակական շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացել։ Կորուստները անհամեմատ մեծ են, քան երևի թե Բաքվում հաշվարկվել էին։ Տեսնում ենք, թե ինչ դժգոհություն, ինչ կռիվներ կա հասարակության շրջանում ուղղված իրենց ռազմական ղեկավարությանը։ Բացի դրանից այդ կորուստները մեկ օրվա ընթացքում տեխնիկայի նման քանակի կորուստ, դա իսկապես ցնցող է։ Անգամ մինչ 94 թվականի պատերազմը նման հաջող օրեր, երբ որ այսքան շատ կորուստներ են պատճառվել թշնամուն, մենք ինչ ենք ունեցել։ Հրանտ Մելիք Շահնազարյանի տեղեկությամբ Մադաղիսի ուղղությամբ ոչնչացված դիվերսիոն խումբը կազմված է եղել մոտ 30 հոգուց։ Նրա տվյալով ադրբեջանական կողմը մի քանի տասնյակ զոհ ունի։ Զոհրաբ Հարոյան, ժամը լրատվական։